Երգիչ Անդրեյի և նրա նախկին կնոջ Անի Օհանյանի մասին հրապարակումները համացանցում չեն դադարում։ Վերջին շրջանում, սակայն, մամուլում առավել շատ հայտնվում են նրանց դստեր Եվայի մասնակցությամբ հրապարակումները, որոնք առավել շատ արվում են փոքրիկի մայրիկի Անիի կողմից։ Հերթական անգամ Անին հրապարակել է կեսգիշերին դստեր կատարումը, որն էլ չի թողել մայրիկին քնել։ Օրեր առաջ էլ ներկայացրել էինք, թե ինչպես էր փոքրիկ Եվան մայրիկի հետ երգում և խաղում։ Շատերն էին ապշած նրա ձայնային հիանալի տվյալներով։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ամենաշատ քննարկվող թեման երգիչ Անդրեյի և կնոջ Անի Օհանյանի բաժանման լուրերը, այնուհետև իրադարձությունների սկանդալային զարգացումներն էին։ Կայքերում տարեսկզբին բացառիկ կերպով լուրեր հայտնվեցին, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Այս նյութերից հետո ողջ համացանցն ամիսներ շարունակ քննարկում էր զույգի ամուսնալուծության թեման, մինչ այն պահը, երբ Անին հանդես եկավ սկանդալային հրապարակումով, խոսելով բռնության ենթարկվելու մասին։ Նախքան այս զույգերից ոչ մեկը, ոչ մյուսը չէր խոսում համացանցում ակտիվորեն տարածվող և քննարկվող իրենց ամուսնալուծության մասին լուրերին։ Նշենք, որ Անին հետևյալ գրառումն էր արել. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսվեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով։ Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար։ Բռնությունը չունի արդարացում։ Գրել էր Անի Օհանյանը ինստագրամյան իր էջում։ Սրանից հետո տարատեսակ լուրեր էին պտտվում այն մասին, որ Անին օգտագործում է իր ԱՄՆ-ում գտնվելը, նա ցանկանում է քարկոծել ամուսնուն, ով ժամանել էր Հայաստան և մասնակցում էր Հայ սուպերստար նախագծին որպես ժյուրի։ Շատերը կոչ արեցին Անիին ամուր լինել, հանուն իր դստերը, ամուր կանգնել, շատերն ասացին, որ դեմ են բռնությանը։ Այդ հայտնիներից մեկը Արուս Տիգրանյանն էր, ով խոսեց հետևյալն ասելով. «Ցանկացած բռնություն չունի արդարացում»։ Հայ հայտնիներից շատերը, սակայն,
չցանկացան խոսել, ասելով, որ սա ներանձնական թեմա է և իրենք առհասարակ չեն ցանկանում որևէ կերպ անդրադառնալ Անիի և Անդրեի անձնականին։ Դրանից հետո տարատեսակ լուրեր հայտնվեցին համացանցում այն մասին, որ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել երգիչ Անդրեի կնոջ գրառման դեպքի առթիվ։ Նշենք նաև, որ նախքան բաժանումը զույգը չէր հրապարակում դստեր ծնունդից կադրեր։ Որոշ ժամանակ անց, երբ արդեն իսկ դուստրը ծնվել էր, զույգը հրապարակեց հղիության շրջանից լուսանկար, այդպիսով հանրությանն ասելով, որ պատրաստվում են ծնողներ դառնալ, սակայն պարզվում է նրանք արդեն իսկ լույս աշխարհ էին բերել իրենց փոքրիկին։ Այս ամենի ետևում չգիտես, թե ինչն է կանգնած, այնուամենայնիվ մի բան է պարզ, զույգն ամեն կերպ փորձում էր խառնել թվերը, թե ինչու վարկածները տարբեր են։ Շատերն ասում են, որ միգուցե Անին հղի է եղել, երբ նրանք ամուսնացել են, և այդպիսով ցանկանում են կոծկել այդ փաստը։ Շատերը նշում էին, որ Անդրեն թույլ չի տվել, որպեսզի Անին հրապարակի դստեր լուսանկարը։ Խոսակցությունները, վարկածները, կարծիքները համացանցում տարբեր էին։ Տարբեր լուրեր էին պտտվում այն մասին նաև, որ Անդրեն հնարավոր չէր նման քայլի դիմել։ Անդրեն սիրում էր իր կնոջը, սիրում էր դստերը և առհասարակ բռնությունն ու Անդրեն իրարից հեռու երևույթներ էին։ Շատերն էլ նշում էին, որ օրինակ իրենց բարեկամի հարևանը հենց Անդրեն ու Անին են, և իրենց բարեկամն, ով ապրում է ԱՄՆ-ում, շատ հաճախ պատմել է, կիսվել է, թե ինչպես է Անդրեն բռնություն գործադրում կնոջ նկատմամբ, թե ինչպես է իր բարեկամը պատմել, որ իրենց տնից միշտ աղմուկ-աղաղակի ձայներ էին հնչում։ Ամեն բան մութ է, խառն է, սակայն մի բան փաստ է։ Նախքան բաժանումը զույգը չէր հրապարակում փոքրիկի Եվայի մասնակցությամբ լուսանկարներ, տեսանյութեր։ Դե իսկ բաժանումից հետո Անին ինտենսիվորեն սկսեց ներկայացնել իր և դստեր առավոտները, նախաճաշը, ժամանցը, զբոսանքը, որից կարճ ժամանակ անց միայն Անդրեն հրապարակեց դստեր մասնակցությամբ տեսանյութ, այս անգամ ամբողջովին ցույց տալով փոքրիկ Եվայի դեմքը։ Հետևելով փոքրիկին, ակնհայտ երևում է, որ նա անչափ նման է իր հայրիկին։ Նշենք նաև, որ զույգի բաժանումից և ավելի հստակ Անի Օհանյանի սկանդալային գրառումից հետո հայ հայտնիներից շատերը դադարեցին հետևել Անիի ինստագրամյան հարթակում։ Նրանցից էին Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը և ուրիշներ։ Նրանք բոլորը նախքան այդ Անիի մասնակցությամբ հրապարակումներ էին արել իրենց ինստագրամյան հարթակում, ցույց տալով, որքան ջերմ և մտերիմ հարաբերություններ ունեն երգիչ Անդրեի կնոջ հետ, սակայն Անիի սկանդալային գրառումը ստիպեց նրանց հեռացնել համատեղ լուսանկարներն ու նաև հեռացնել Անիին իրենց հետևորդների ցանկից։ Դե իսկ Անդրեի հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը, Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, մի շարք հայտնիներ ջերմ խոսքեր էին գրում. լավագույն հայրիկ, իսկական պապա, ահա այսպիսի խոսքերով էին բնորոշում երգիչ Անդրեին, ով դստերը յոգուրտ էր ուտացնում։ Այնուամենայնիվ համացանցում տարբեր վարկածներ են հնչում, նախ զույգի միմյանց դավաճանելու, ինչի արդյունքում բռնություն կիրառելու վերաբերյալ։ Կարծիքները տարբեր են, թե ինչու կարող էր Անդրեն ծեծի ենթարկել Անիին։ Կարծիքները տարբեր են, թե ինչու Անին որոշեց սկանդալային գրառմամբ հանդես գալ։ Մի բան հստակ է. նրանց գործը դատարանում է։ Անդրեն ժամանակ առ ժամանակ հանդիպում է դստերը, դե իսկ փոքրիկ Եվան հիմնականում մայրիկի մոտ է։